շատ բան կա, որի գաղտնիությունը, եթե դրված է, ոչ մեկը չի կարող խախտի, բայց գոնե մենք գնանք ծանոթանանք, ինձ հուշում է ազգային ժողովի նախագահը, որ այս պահին, չգիտեմ, նույնիսկ ամոթ է այդ թիվը ներկայացնել, 2 հոգի, թե քանի հոգի են ծանոթացրել, բայց մենք արդեն նախաձեռնել ենք, մեր հսկա արխիվը տեղափոխում ենք ներքև առաջի բաժին, իսկ արխիվային նյութերը շատ կարևոր են, որտեղ զեկույց, եթե 200 էջ է, իսկ նրա մեջ եզրակացությունը 45 կետը շատ կարևոր, եթե դա հանրայնացված լիներ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կխոսեր մեր պարտության իր պատկերացումների մասին։ Մեր պատկերացրած պարտության ամբողջ արձանագրումները ներառված են հավաքագրված փաստարի, որին դուք բոլորդ կարող եք ծանոթանալ, նաև այն արձանագրումներին, այն տեսագրություններին, որ մեզ հաջողվել է ձեռք բերել, նաև այն վերլուծությանը, որը Պաշտպանության գերատեսչությունից մենք վերցրել ենք եւ իրականացրել ենք մերը, դա գոնե փակ մասով մեզ համար հասանելի է, եկեք դրան ծանոթանանք, իսկ մյուսը թե հասարակությունը ինչ պիտի անի, որտեվ ազգային ժողովի նախագահը, երբ որ ասեց գտնենք ձևաչափ լսումներով, ես ընդդիմացա, ինչի, որտեվ լսում նշանակում է բաց, հուշ գաղտնի նյութը բաց լսումներով, այնտեղ կան բաներ, որ պարզապես չի կարելի ասել, բայց դրան պետք է իմանալ, բաները տեղի ունեցել, որ երբ որ ասում են իշխանությունները միտումնա, որ բան դավաճանական կներեք, ես մի փոքր, այսպես իմ հարցազրույցի մեկում մի բան ասեցի, բոլորին թվում էր, թե ես նենց վրիպում եմ արել, չէ, ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ կարելի էր անել, արվել է։ Արվածի մասին արձանագրումները զեկույցում է։ Գնացեք ծանոթացեք։